Բարեձեզ, Վարդան Վարդանյան, հունվարի 31-ը։ Բոլորը իհարկե սպասում են, թե ինչ է լինելու կամ սպասվող պատերազմի երբ է սկսելու Իրանի հետ։ Եվ դրա մասին անպայման խոսանք, բայց սկսեմ մի քիչ խոսալ նրա մասին, թե ինչ է կատարվում դոլարի հետ։ Ինչ են մտածում մարդիկ ընդհանրապես ամերիկյան ուրեմն դոլարի դերի մասին միջազգային շուկայում։ Նախ են վախը կա մարդկանց մոտ, որտես քանի որ գիտեք BRICS-ը ստեղծվել է, նպատակներից հիմնականը այն է, որ փոխարինեն դոլարը որպես միջազգային առևտրի տարադրամ, առևտրի աշխարհում 80%-ից ավելին կատարվում է դոլարներով։ Այսինքն, եթե Արգենտինան ուզում է, չգիտեմ, Չինաստանից ինչ-որ բան առնի կամ Ֆրանսիայից առնում է դա դոլարով։ Էլ չեմ ասում նավթի մասին։ Եվ գազի մասին եւ այլն։ 20%-ը, որ մնացել է արդեն տարբեր ուրեմն վալյուտաներով, ասենք, տարբեր երկրների ուրեմն դրամներով, դա էլի մեծ թիվ է կազմում, իդեպ ասեմ, մեծացել է ավելի։ Եվ այդ տրենդը կա, ուր է գնալու սա հիմա։ Եթե այսպես գնա, դոլարի վիճակը ինչ ալնելու, ավելի վատ, BRICS-ի մասին առանձին կասեմ, ընդհանուր պատկերն եմ հիմա տալիս կամ մարդկանց անհանգստությունը, շատ պետություններ, ուրեմն ովքեր ասելով, իրենց կախվածությունը կամ իրենց ռեզերվային ֆոնդերը, որ ունեն ամեն երկիր գիրեք իր փողը հիմնականում պահում էր ռեզերվները կամ դոլարով կամ եվրոյով եւ իհարկե մի քիչ էլ ոսկիով։ Հիմա ինչ է նկատվում, որ սկսել են ոսկին առնել պետությունները, Հնդկաստանը ավելացրել է իր ոսկու 800 քանի տոննա ոսկի ունի արդեն 840 ինչա։ Նույնիսկ Չինաստանը ոսկի գինն էլ բարձրանում է դրա համար, պահանջը բարձրանում է, գինն էլ բարձրանում է, դարել արդեն $5000 ինչ-որ աունցը, 28.5 գրամ ասենք խոսում։ Եվ այլ, սա ինչ է նշանակում, որ մարդիկ անհանգիստ են կամ վստահություն կորցնում են դոլարի նկատմամբ եւ ուզում են ուրիշ ձևով պահեն իրենց, ասենք, հարստությունը պետական, կամ անձնական։ Սա դա է նշանակում, մարդը փախնում է դեպի ոսկի կամ փախնում է ուրիշ դրամների։ Հիմա դոլարը ընդհանրապես համարվում է ամենավստահելի ուրեմն վալյուտան, որովհետև մարդիկ մտածում են, որ ուր է գնալու, սա աշխարհը դոլարի վրա է, եւ հետևը կանգնած աշխարհի ամենահզոր տնտեսությունը, ամենահզոր երկիրը եւ այլ, այսպեսի բան կար։ Ամերիկան, որ ինչ էր անում, այսինքն երբ պարտ կա, դրան պետք ունի, ինչպես է կարողանում մեծ այսպեսի բյուջետի մեջ այսպեսի մեծ բացեր ունենա եւ դեռևս շարունակի գոյություն ունենա 37-8 տրիլիոն դոլար արդեն հասել, ոչ մի պետություն չի դիմանա այտենց։ Բայց Ամերիկան կարող է դա անել։ Ինչու՞, որտեղ միշտ կարող է պետական բիլեր են ասում կամ բանդեր ասենք, դոլարով designated ծախի եւ շատերը առնում են պետությունները, հատկապես նույնիսկ շատ ցածր տոկոսով, 1%-ով, 0%-ով եւ այլն։ Ինչու որտեղ դա վստահելի տեղ է, դու ռիսկ չունեիր։ Հիմա մասամբ ի շնորհիվ Տրամպի տարած քաղաքականության, որ ինքը արեց Եվրոպայի նկատմամբ հատկապես, պետք է չկպնել, ասենք թե Եվրոպայի երկրներին, բայց այն ինչ որ է Այս մեծ այդ կողմից դա հարված է նաև դոլարին, որովհետև մարդիկ սկսեցին ասել, որ Եվրոպա, եթե չենք կարող վստահել, որ Ամերիկան մեզ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուղղությամբ կամ չենք կարող վստահել, որ նա խելքը կխի նորմալի երկիր է, sense բաներ է անում, ինչպես պիտի ուրեմն վստահես իր դոլարին։ Հետևաբար ազատվելու ենք, ուրիշ մեկ մերը պիտի ստեղծենք եւ այլն։ Հիմա սա ոնց որ ասում են ջուր լցրեց այդ հակամերիկյան կոալիցիայի BRICS-ի երկրներ ասենք, դա լույս ձևով, մի քիչ sense ոչ շատ բան արտահայտություն եմ անում այստեղ, ջրաղացին, դրանց պաստորեն։
Այն ինչ որ BRICS-ը ուզում էր անել, այսինքն անցնենք իրար գոնե առևտուր իրար միջև Չինաստան, Ռուսաստան, չգիտեմ, Հնդկաստան, Բրազիլիա իրար մեջ անենք մեր տարադրամներով, ոչ թե դոլարով, եւ այդքան էլ չէր ստացվում, ճիշտ ասած, հանգարց փաստորեն ոնց որ թե Ամերիկան իր դրությունը թույլատնելով դրան օգնեց այդ բանին։ Եվ սա իհարկե շատերի մոտ պանիկա առաջացրեց, բա ես ինչ անեմ, եւ դոլարը ընկնում է, ինչի անգնում, ինչի անգնում, որտեղ եթե ծախում ես դու փոխարեն ուրիշ բան ես առնում, նորից առաջարկությունը շատանում է, գինը ընկնում է, որ ոսկիրուն բարձրանում է, որտեղ պահանջը շատ է, առաջարկությունը այդքան չէ, համեմատությամբ գինը բարձրանում է։ Բարձ հաշիվ։ Հիմա այս բոլորը շատ լավ է, բայց ես մի քիչ բան ունեմ ստեղ։ Ընդհանրապես տնտեսական հարցերին չլինելով տնտեսագետ գոնե ունեմ ասում են առողջ հարգանք մի քիչ շուկաների նկատմամբ, հատկապես ամերիկյան stock market-ին առաջիններից մեկը, որ պարզավոր այդ մարդիկ փոխկորցնող չեն եւ գիտեն ուրա գնում եւ նայում եմ, եթե stock market-ը բարձրացավ, թե ի՞նչ է, այդ բոլորն էլ նույն բանը անում, իհարկե դա ընդհանուր բան եմ ասում ես, որպես ասենք թե ինդիկատոր։ Բայց դրանից բացի ուրիշ բան կա, ուրեմն ընդհանրապես ռազմական մասնագետների մոտ sense արտահայտություն կա։ Ասում եմ, որ դու պլանները տանում ես, թե ինչպես պիտի ստրատեգիա կամ մարտը ինչպես պիտի վարես։ Հիշի, որ թշնամին էլ քվե ունի այդ պլանների իրականացման գործում կամ ընդունման գործում։ Դու արել ես, դու չգիտես նա ինչը կընդունի կամ չի ընդունի։ Այս բոլորը շատ լավ է, ինչ որ ասում են, այնտեղ ասենք թե չինացիները ինչ են ուզում, ռուսները ինչ են ուզում, Հնդկաստանը ինչ է ուզում։ Պետք է նաև մտածել իսկ Ամերիկան ինչ է ուզում։ Ինչ քայլեր կառնի, եթե դու ես անես, որպեսզի իր դոլարը պաշտպանի եւ այլ եւ այլ։ Եվ եթե դա չանես, չմտածես դրա մասին, քիչ բարձր որ դու արդեն կարող է հաշվարկները լավ չիրականանան, այնպես ինչպես դու ես կարծում։ Պրոբլեմներից մեկը, որ այս BRICS-ի երկրները ունեն, դա այն է, որ իրենց ընդհանուր միացնող, ասենք, որին միացել են իդեպ ասեմ Սաուդի Արաբիան, ուրեմն Էմիրատները, Ինդոնեզիան կարծեմ միացավ, վերջերս դրանց մասին էլ կասեմ, միայն այդ 5 երկրները չեն BRICS-ի, որ մենք միշտ կրկնում ենք իրանց անունները, ուրեմն իրենց մեջ հակասություններ կան։ Հա, իրենք բոլորը ուզում են ինչ-որ ձևից, ասում են, յախային թափ տալիս, հա, ամերիկյան ֆինանսական հեգեմոնիայից, բայց միաժամանակ իրար էլ չեն սիրում այդքան։ Ոնց եք պատկերացնում դուք Հնդկաստանն ու Չինաստանը, որ համաձայնվեն իրար հետ նույն տնտեսական պլանների հետ կապված ինչ որ հարցի վերաբերյալ։ Դրանց մեջ շատ դժվարություն կա։ Դա իրենք մրցակից երկրներ են։ Չինաստանից հիմա տեխնոլոգիան փախնում է դուրս դեպի արտադրությունը դեպի Հնդկաստան, Հնդկաստանը լինելով ավելի բազմաթիվ բնակչություն ունեցող երկիր, ավելի ամբիցիաներ ունի զարգանալու, դառնալու նոր աշխարհի գործարանը, ինչ որ Չինաստանն է եւ այլն։ Միաժամանակ այնտեղ խոսք կար, որ մենք պետք է մեր BRICS-ի երկրների ուրեմն վալյուտան ստեղծենք, հա, currency-ն ստեղծենք։ Մոտավորապես ասենք ինչպես եվրոն, հա, եվրոն եվրոպական համայնքի երկրների ուրեմն դրամն է, տարադրամն է։ Այլևս չունենք դրախմա, դոյչմարկ, չգիտեմ, լիրա իտալական, պեսո իսպանական, չգիտեմ ինչ, կրոնա եւ այլ, ունենք մի հատ եվրո։ Դե հիմա մի հատ էլ BRICS բան ունենանք։ Նպատակներից մեկն է, այ ու դա որ ունեցանք, կարողանանք անել։ Պրոբլեմներից մեկն է, որ դա շատ լավ սիրուն խոսքեր են իհարկե, բայց դա անելու բան չի, որ դուք ոնց եք պատկերացնում, որ դուք պիտի ուրեմն հանկարծ Չինաստանը կամ Ռուսաստանը
կամ չգիտեմ այնտեղ ով ուզում է լինի Հնդկաստանը ասեն հա մենք վազն ենք ասում մեր յուանից կամ ռուպիից կամ չգիտեմ ռուբլուց ու ունենալու ենք ինչ որ մի հատ նոր չգիտեմ ինչ այդ եւ այդտեղ դու որտեղ ես կառավարելու այդ ամբողջը դրա համար դու կա եվրոպական բանկ օրինակ դու սարքելու ես կան BRICS-ի բանկ որը պետք է որոշի քո քաղաքականությունը ֆինանսական եւ որոշի ինչքան պետք է այդ նոր վալյուտայից տպվի ամեն տարի կամ արձակվի եւ այլն այդ եւ ով պետք է որոշի այստեղ գաղափարը այն չի որ իրանք դառնան եվրոպական համայնք այլ գաղափարն է որ իրանք որ Չինաստանը դառնա Ամերիկա Չինաստանն ուզում է իր դոլարի դերը վերցնի իր վրա որտեղ ինքն է աշխարհի գործարանը եւ այլն ինչպես 19 ասենք 20-րդ դարում Ամերիկան էր սկիզբում եւ այլն ոչ թե որ դա հանձնի ուրիշներին այսինքն փոքր երկրներ ընդ Բրազիլիան բանի իհարկե կուզենային բայց Չինաստանը ինչի՞ պիտի ուզենա իջնի Բրազիլիայի մակարդակին կամ Բրազիլիային կամ մյուս երկրներին բարձրացնի իր մակարդակին նույնը այնտեղ իրանց մեջ հակասություններից եմ խոսում հակին խոսակցություն կա որ նակի համար ՄԱԿ-ի ապահովության խորհուրդը այդ 5 հիմնական ուրեմն անդամներով, հա, Ռուսաստան, Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը, որոնք վետոյի ձայն ունեն, եւ ուրիշ պետություններ, որ ամեն տարի մտնում են դուրս են գալիս, հա, առանց վետոյի ձայնի, որ իրենք մեծացնեն այդ թիվը ապահովության խորհրդի այդ 5-ից բացի ուրիշ երկրներ մտնել մեջ եւ այլն, որին ստեյություն չեն ասում չէ այս րոպեին Չինաստանն ու Ռուսաստանը, բայց ինչի՞ պիտի իրանք ուզենան որ իրանց գլխին մեկ էլ բերեն ավելացնեն համել այնտեղ ասենք Հնդկաստանը, այդ ոնց է Չինաստանի կամ Ռուսաստանի շահին գալիս տենց մի բան Բրազիլիան կարող է մեջ ինչ-որ երազներ ունի, որ մի օր կարող է իրանել դարձնեն անդամ, բայց ոնց անելու դա։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ ստեղ շատ բարդ բաներ կա իրանց մեջ, խնդիրներ կան։ Հարց առաջանում, բա ինչի մտավ Սաուդի Արաբիան, երկրորդ ամենամեծ նավթարտադրողը այսօր, կամ բանը, ասենք, Էմիրատները, այն արդեն տարբեր հարց է արդեն դառնում։ Նրանց անդամակցությունը ոչ թե ավելի շատ նրա համար, որտեղ իրանք հույս ունեն դա մեծ բաներ անելու, այլ իրանք ուզում են Ամերիկայի, այսպես ասած, դոլարի լրիվ կոնտրոլից մի քիչ կարողանան դուրս գալ, մինչև Ամերիկային ասել, որ մենք այդքան էլ քեզնից կախված չենք այդել կան։ Այդ էլ ուրիշ բան, բայց հիմա դա տարբեր խնդիր է, այսօր խոսում ենք բանի մասին։ Ուզում ասեմ, որ այս BRICS-ի հարցը եւ դոլարը վերացնելու, հա, սենց խոսքեր են գնում, չէ, այդ հարցը, որ վայ, քանդվելու է, սենց պես, Թրամփը չներ ընդհանրապես սա խնդիր չէր լինելու, Բայդենի ժամանակ ու Սպիտակ տունը ընդհանրապես BRICS-ին բանի տեղ չէր դնում, բայց հիմա մի քիչ ավելի խնդիրը բարդացել է, ինչպես տեսնում եք, բայց նորից դա այնտեղ չի դեռևս։ Պրոբլեմներից մյուսը նա որ ամենամեծ իրականում ուժեղ եւ այս ամբողջը հետևից տանող երկիրը BRICS-ի մեջ դա իհարկե Չինաստանն է, որին պետք է պարզնի դա։ Եվ Չինաստանը թվում է որ ամենաշատը նա օգտվի։ Ի վերջո բոլորին կստիպի որ համաձայնեն իր պայմաններին, ով ասելու չէ։ Ռուսաստանը ոչ մի չի կարող ասի։ Եվ հետաքրքիրը բայց այն է որ չինական տնտեսությունը լավ վիճակում չի գտնվում բոլորովին։ Չինական ուրեմն բանկերի վիճակը շատ վատ է, խելքից դուրս ուրեմն պետության պահանջով ուրեմն ֆինանսավորել են բնակիչ շենքերի ուրեմն կառուցում 2 միլիոնից ավելի բնակարան կա, որը դատարկ նստած է, որ սարքել էր առողջ չկա։ Իսկ այդ ինչի են սարքել, որտեղ պետությունը ասել է սարքեք, ինքս ֆինանսավորենք, ստիպել է բանկերին, որ ֆինանսավորեն, ինչի որպեսզի աշխատատեղեր ստեղծի, որպեսզի դրանով կարողանա տնտեսությունը ոտքի կանգնացնի, պահի բոլորին կերակրի, ոնց որ ասում են, հա։ Բայց երբ որ առնող չկա, դու ունես ուղղակի այսպես բարձրարկ շենքերի
անտառներ, որտեղ գերանինի ձեն չի գալի, որտեղ մարդ չկա։ Եվ այս վիճակը բոլորովին էլ չի նշանակում, որ Չինաստանը տնտեսական այդ վիճակում է, որ կարող է այսօր դա վիճակում դուրս գա եւ ոտքցի ամերիկյան տնտեսության հետ, որը կատաղած աշխատում է շատ լավ տեմպերով, հա, այսպես ասած, դա համատելու բան չենք սրա։ Դա վար փոքրից բանն է, Չինաստանի խնդիրներից մեկն է, որ իրենց մոտ այդ տնտեսական հեղափոխությունը, որ եղավ քաղաքական լիբերալիզացիայի հետ կապված։ Երբ որ բացեցին, մարդկանց թույլ տվեցին, ասում են, ճամփորդել, առևտուր անել, ինքնուրույն որոշումներ կայացնել եւ այլ։ Բայց երբ որ կոմունիստական կուսակցությունը Չինաստանի սկսում է քեզ ասել, թե որտեղի պարտ տաս, որ ինդուստրիայում դիեշ անես, այսինքն սկսեց պետպլանի, որ հիշում է պետպլանը սովետական միությունից, արդեն չդարձավ ազատ տնտեսություն։ Արդեն դարձավ որտեղ քաղաքական պետությունը, քաղաքական իշխանությունը անդադ խառնվում է տնտեսական հարցերի մեջ։ Եվ անդադ բան անում, բրդում է թե որ կողմ գնաս, ինչ անես, ում տաս ինչ կան, պարտք ինչ անես այս կողմեկում։ Դա էլ բավական չի։ Ուրեմն Չինաստանի կոմունիստական կուսակցությունը վախեցավ հանգարց, միտեղ հասավ, որ ասեց մենք խնդրեմ ունենք, սրանք շատ են լպիրշացել այս նորածին միլիոներներն ու բիլիոներները չինական, Ամերիկայից հետո ամենաշատ միլիարդատերներ ընդեղ են, եւ սրանք ինչ որ իրենց բաներ են անում, որ իրանք ինչի տեղ են դրել։ Ստիպված եղան սկսել դրանց, ոնց ասում են, սանձերը քաշել։ Այն իրենց ամենահարուստիչ մեկ իրենց Ամազոնի այդ շուկայի տերը, որ կար դրան, տարան մի քանի ամիս անհայտացավ, ինչ էր եղել, մի հատ բան էր ասել, ինչ որ կոնֆերանսի ժամանակ հարց էին տվել, պատասխանել, որ դե լավ չի էս ինչ որ մի բան, որ կատարվում է պետության կողմից, հա, այս որ խառնվում է եւ այլն։ Տարան ինչ արեցին, չգիտես, չկար մեջտեղում, դուրս եկավ կուրկուրի նման, հետ եկավ, էլ ձեն չի անում, համաձայնվել է ամեն ինչ ինչ որ աղում է, լինելու է։ Սկսեցին սանձերը քաշել։ Հիմա չինացիների վախը ինչ է, չինական կոմունիստական կուսակցության մասն եմ խոսում։ Այնա որ իրանք չընկնեն սովետական միության այն Գորբաչովյան տարիների վիճակի մեջ, որտեղ Գորբաչովը եկավ, իրաց տեսակետն եմ ասում, եւ շատ ուրիշների հետ էլ ասեմ ձեզ իդեպ։ Եկավ բերեց այդ գլասնստը, պերեստրոյկան բերեց եւ դրա համար ամեն ինչ քանդվեց եւ չենք ուզում այդ օրինի։ Այսինքն եթե գլասնեստ, այսինքն բաց կարող խոսաս, ինչ ուզում ես ասես, հա, խոսքի ազատություն, հա, բերես, դա կտանի ռեժիմի դեմ ի վերջո քայլերի, որը կքանդի մեր ռեժիմը, կոմունիստական կուսակցության ուրեմն դերը երկրի մեջ։ Ուրիշ խոսքով սա վերջացավ նրանում Չինաստանի մեջ, որ երկիրը երկիր, երկրի շահերը երկրի շահեր, ժողովրդի կյանքն ու շահերը իրանց գլուխը քարը, բայց մենք պետք է նստած լինենք եւ մենք պետք է որոշենք ամեն ինչը։ Մենք իսկականից չենք որոշում որն է լավը երկրի համար, որոշում ենք որն է լավը ռեժիմի համար։ Եվ մենք այս փոփոխությունները արեցինք, որտեղ նախկին համակարգը չէր աշխատում, ստիպված մի քիչ բացեցինք։ Հիմա իհարկե սա սխալ բան է եւ բարձա, որ ինչպես մյուս դիկտատուրաները երբեք չի աշխատում։ Կապիտալիստական դիկտատուրաներ այդպիսին երբեք չեն մնում շատ երկար։ Հա, որ դիկտատուրաներ կապիտալիստական, որ դիմացավ, որ ունենաս բաց շուկա եւ բայց գլխիդ նստած լինի մեկը դիկտատոր, որ քեզ ասի թե ոնց պետք է առևտուր անես, ինչ պետք է խոսաս, ինչ պետք է չխոսաս։ Այդ որտեղ ա եղել տենց։ Մի հատ պատմության մեջ ինձ հիշացրեք։ Բանի իմաստով ասում, այստեղ վերջին ասենք այս բարերի մասին, Արգենտինաներ, բարերի ժամանակ, այդ գեներալների ժամանակ, թե Չիլիներ, թե Իսպանիաներ, թե վերջա չի լինում այդպես։ Թե Գերմանիաներ, ասենք երկրորդ համաշխարհայինում, եւ որ էլի չեղավ, աստորից միշտ դիկտատորան մի հատ քաղաքական բան անում, որը բերում է վերջին հաշվով իր անկմանը։ Պարսկստանն էլ ձեզ օրինակ էլի, ու երբ չգնանք, բայց մոլաների ռեժիմ ասենք դրան, իրականում դա
մոլա ռազմական ռեժիմը, որովհետև այնտեղ այդ իրանց IRCG-ն է, չէ, վերջապես որ բոլոր բիզնեսների գլխինյակ են կանգնած տնտեսական, քաղաքական, հետախուզական, արտաքին հարցերով, բոլոր հարցերով իրանք են, չէ, այդպես խառնած բանում մոլան էլ իրանց ոնց որ Լենինի բանն է, այլ գլուխն է դրած։ Այդ դրա անվան տակ ամեն ինչ արվում է իսլամի անունի տակ, հա, բայց դա իրանք են անում բոլորը։ Հիմա վերջին հաշվով ուր են գնալու սրանք բոլորը։ Չինաստանի համար եմ խոսում ես վարկյանին, ուրեմն պարզա ուր է գնալու։ Մյուս կողմից էլ Ռուսաստանն է զարմանալիորեն, որ միշտ նայում է Չինաստանին որպես օրինակ, եթե մենք Գորբաչովի նման էշի մենք չգար, մեզ այս իրանց դեմոկրատիզացիան չաներ, այս իրաց գլասնստն ու իր բոլոր փոփոխությունները, որ ինքը ուզեց մտցնի, հա, մենք Չինաստանի պես հզոր ու մեծ կլինեինք։ Էլի հիմարություն, որովհետև այդ ասողը չի հիշում, որ այդ չբերեցին Գորբաչովին ընդեղ ստացեցին իր սիրուն աչքերի համար կամ իր կնոջ մարքսիզմ-լենինիզմի մեջ գրած իր դոկտորսկի համար, հա, նրանք բերեցին, որովհետև քանդվում էր սովետական միությունը։ Եվ այդ ինքը որ եկավ սկսեցին չեն հիշի երիտասարդները, բայց խոզրաշչոտ մտցնել, որպեսզի մենք չենք կարող պետությունը ձեզ համար կոշիկ արտադրի, գնացեք կոշիկի ինչ-որ ցեղ տրեք հայեր։ Ես շատ լավ հիշում եմ, որ Մոսկվայում, Վեդենխայում հայերը ցեղ էին դրել, ինչ հայ, ինչ ցեղը որն է, 5-6 հատ հայ տղա նստած կոշիկ էին կարում, տանում էին Չերկեսկի բազարում կամ չէ որ բազարում ծախում էին, անունը դրա բան էր, կոոպերատիվ էին սարքել, այդ բանի տակ պետք է լիներ, կոոպերատիվներ պետք է լինեին, ցեղը այդ ինչ էին արել, որտեղ չէին կարող անում անել, որտեղ չէին կարող իրանք իրանց կերակրեին։ Մտածեցին, որ ստիպված արեցին, ոչ թե որ Գորբաչովի շատ պետներ, որ ինքը բանն էր, բիզնեսներ ստեղծել, ինքը բոլորից ավելի լավ գիտեր կոմունիստական թեորիան, ասենց ասենք, շատ էլ ուզում էր պահեր։ Ոչ միայն Գորբաչովն էր ուզում պահեր կոմունիզմը, նույնիսկ Ամերիկան էր ուզում կոմունիզմը մնար, որտեղ ոչ հավես չուներ մի երկրի փոխարեն, որին գիտեր ինչ է, ասեք 15 ուրիշ երկրներ ուներած գլխացավ, էլ չենք ասում ուրիշ վախենում են, որ ավելի շատ կտրողվի եւ այլն։ Այս բոլորը մոռանում են մարդիկ։ Հիմա հետաքրքիր է ռուսները նայում են ասում, այ մենք պետք է Չինաստանի պես անեինք, այսինքն դիկտատորոն պահենք, լրիվ ազատություն տայինք, բայց երբ որ ուզեցին լրիվ ազատություն տան, ինչ եղավ։ Ամեն ինչ քանդվեց, այդ տնտեսական ազատություն։ Ի տարբերություն Չինաստանի, Ռուսաստանում։ Իսկույն բոլոր տեսակի կրիմինալները վերցեցին, օլիգարխներ դարձան, գողավազակությունը եկավ, սկսեցին բաժանել։ Ինչ եղավ։ Ռուսաստանը դարձավ Չինաստան։ Պարզեց, որ Ռուսաստանը ռուս է, դա չինացի չի։ Դու ռուսին չես կարող 12 ժամ աշխատացնես 10 ցենտով ժամը, այս ինչ որ արվում էր 90-ականներին։ Ուրիշ խոսքով են, որ նայում են Չինաստանի միջև հիմա շատերը եւ Գորբաչովին անիծում են, որ քանդեց իրանց երկիրը։ Այ որ մենք սենց էլ կլիներ, բայց չեղավ դրա համար, Չինաստանն էլ են կողմից նայում, այդ չենք ուզում դրանց նման լինի։ Դրա համար պետքա թույլ չտանք, որ ազատություն խոսքի եւ այլ պետքա մի քիչ սխմենք։ Այս ընդհանուր իրանց վիճակն է։ Դուք պատկերացրեք, այս են լիդերները, այս BRICS կոչվածի, որ սրանք պետք է ինչ-որ դուրս գան, քանդեն ամբողջ աշխարհը եւ դոլարը քանդեցի, հետո եվրոյի հետ ինչի սանելու։ Պարզ չէ, որ բոլորը փախնելու են եվրոյի վրա, եթե գնան, ով է գնալու յուան առնի։ Եվ այլն, այստեղ ուրեմն այդքան պարզ չի այս բանը եւ պետք չի այդքան շատ ինչ որ դրանց վրա մեծ հույսեր դնել, ուրախանալ, սպասել, որ հեսա բանալն է։ Մոռանանք, որ Չինաստանում մեծ նաեւ քաղաքական խնդիրներ կան, այսպես անցյալ շաբաթ այս իրանց լիդերը ինչ արեց, բռնեց իր ամենամոտ ընկերը, որը ռազմական ուժերի գեներալներից մեկն էր, ամենավստահելի մեծ պաշտոններից մեկը, ձերբակալեց դրան։ Իրան էլ մյուսին էլ խոսքով ամենաբարձր երկու գեներալներից մեկի երկուսին էլ վերցրեց, ձերբակալեց։ Ինչի, որտեվ իբրև թե իր դեմ բան են կազմակերպել,
դավադրություն են արել հեղաշրջում անելու համար։ Այս մեղադրանքն լրիվ չեն ասում, դա ուրիշ պատմություն է, բայց դա իր հերթին։ Բայց դա ինչ է նշանակում։ Նշանակում որ եւ սա երկուսով չեմ խոսում, սա 700 հոգի մարդ են զրպակալել այս տարբեր զինվորական եւ կուսակցական լեվելի վրա։ Այս մաքրում են այստեղ մեջից։ Դա նշանակում է այնտեղ լուրջ խնդիր կա քաղաքական։ Վստահ այս մարդը հասկանում է, որ իր դեմ, իր արդեն ինքը դարձել է նորից իրան համարում է Ստալինի մեկը, ասենք դա կամ Պուտինը, ասենց ասած, ինքը չի ուզում գահից իջնի, ասում է թե այն 1.5 մետր կարա մնա այնտեղ, ես ինչի պետք է չմնամ, ինչ վատ եմ, որ Ռուսաստանի 15 անգամ 20 անգամն եմ ամեն ինչով, տնտեսությունով եւ այլն, եւ ինչ որի որևէ չինական ինչ-որ գեներալ կամ որը մեկը որ ասում է պետք է փոխվես դու էլ անցի բան, որոշեց մաքրել։ Այսինքն Չինաստանը չի գնում ինչ որ ավելի բաց դեմոկրատիկական, որ պիտի իբրև թե կապիտալիզմը բերեր եւ դրանից չինական տնտեսությունն էլ ավելի զարգանար եւ հասարակությունը եւ այլն։ Հակառակ վիճակ է գնում, գոնե տեսանելի ապագայում այս րոպեին։ Ել չասեմ, որ իրենց դեմոգրաֆիկական խնդրեմ է, որ ինչքան էլ իրանք այդ փորձեցին արդեն այդ իրենց մի երեխա փալասին, որ վերացեցին արդեն 15 քանի տարի առաջ եւ հիմա խրախուսում են, որ ավելի երեխա ունենան, չեն ուզում ունենան չինացիները, սովորել են ասում են մերսի, մի հատով բբոլա։ Կյանքը այնքան թանկ է, որ մի հատից ավել չենք էլ կարում մեծացնենք, պահենք եւ այլ եւ այլ։ Այդ նույնը բանը Ռուսաստանում է։ Դու ասա, որ պետքա արգելել աբորտները, չգիտեմ այնտեղ պետքա, չգիտեմ ինչ անել, էս անել, ռուս աղջիկը չի ուզում։ Թող չգնան սովորեն, թող երեխա ունենան։ Դու ասա, դու արա հետի։ Ինձ ինչի ես ասում։ Այդ քո աղջկան կասես։ Եվ այդ չի լինում։ Ինչ է հետևանքը, որ դու ունես խնդրեմ Չինաստանում ծննդատվությունը ուրեմն 1.09% դու 2.1 պիտի ունես, որ գոնե 0-ի վրա պահես բնակչության թիվը։ Ես նրանք կեսից պակաս են փաստորեն։ Ուրեմն ո՞նց է աճելու։ Առաջի անգամ ընդունեցին դե իրենց ստատիստիկան գիտեք ոնց է կոմունիստական ստատիստիկա է կոչվում դա։ Բայց էլ ճար չկար, ընդունեցին, որ իրենց բնակչությունը առաջի անգամ 100 միլիոնով իջել է։ 100 միլիոնով իջել է։ Մի հատ մտածեք, թե ինչ է նշանակում 100 միլիոն։ Իսկ 100 միլիոն դա գիտեք ինչ է նշանակում։ Չեմ ասում Հայաստանի բնակչության քանի անգամով հաշվեք էլի, այլ դա նշանակում է, որ այդքան երեխա չկա, մարդ չկա, որպեսզի այդ գործարաններում աշխատի։ Նշանակում է, որ աշխատուժի պակաս կա, որ նշանակում է գինը աշխատողների բարձրանում է, հետևաբար այլևս այդքան շահավետ չի դեղ արտադրությունը, ի տարբերություն Հնդկաստանի, ասենք թե եւ հազար ուրիշ խնդիրներ, էկոլոգիական վիճակի մասին չեմ ասում եւ այլ եւ այլ։ Եվ այն որ իրանք էլ տրադիցիոն տղա են ուզում աղջիկներին սպանում են կամ չեն ունենում, հիմա պետք չունես արդեն պարզա նախքան երեխայի ծնվելը գիտեն ինչ սեռա լինելու, իրանց մոտ քանի անգամ ավելի շատ տղամարդ կա, ինչ որ քանի միլիոն, որոնց չգիտեն ինչ անում, այդ ամուսնան մարդ չկա։ Գնում են ուրիշ երկրներից են փախցնում, գողանում, չգիտեմ այնտեղ առնում, ինչ-որ փող ու արկում, չգիտեմ, մի խոսքով, ամեն ինչ անում են, որ չունեն, դա էլ խնդրեմ է։ Մի խոսքով Չինաստանի վիճակը այդքան բան չի, որ ինքը այսօր վերկանա եւ ինչ-որ մեծ բաներ ասի։ Էլ չասեմ, որ ունեցած չունեցածն էլ ծախսում է բանի վրա, ռազմական ուժերի վրա, ինչ-որ գժի պես ռազմանավեր է սարքում, որը էժան չի, իհարկե, գիտեք, էլ չեմ ասում ռազմաօդանաներ եւ այլ եւ այլ։ Որակը դեռ այնտեղ չի, չեն կարա մրցեն, ինչքան էլ գողանում են, ամեն ինչը վերցնում են, չեն կարողանում կոպիա անեն, ձեզ մի հատ օրինակ բերեմ, այդ իրենց միջին չափի ավիալայներ դիսարկեն MC 919 էր, չէ, MC-ն չէ, MC-ն այդ ռուսների ու բաններ, իրանց հետ համագործակցություններ, որտեղ վերջի ասին չենք ուզում եք մենակ կանենք,
C919 պետք է սարքեին, որը պետք է Boeing-ի 737-ի կոպիան պետք է լիներ։ Կամ Airbus 320-ի բանով պետք է լիներ։ Չկարողացան, չեն կարողանում անել։ Վերջին գծագրերը բոլոր գողացել էին, տարել էին, բայց գծագրով չի լինում մենակ։ Այդ բոլորը առան, կոպի արեցին, սարքեցին, վերջում դարձավ 19 տոննա ավելի ծանր, 1000 մի պրոբլեմներով, հեռավորությունը թռիչքի մոտ 1200 կիլոմետր ավելի պակաս, քան թե Airbus-ինը, վարելայնույթ վարումը մոտ 20-30% ավելի շատ դա ուրիշ խոսքով մեկ էլ պարզվեց, որ իրենց սարկած հրաշքը մրցունակ չի, մարդին չի պետք է առնի քո չինականը, դա կարող է առնի, ասենք, ամերիկյանը կամ եվրոպականը, ինչա շատ գլխի վրա ծակա, որ ամեն թռիչքի վրա ինքը 25-30% ավելի վարելայնույթ ծախսի եւ ավելի կարճ տարածությունը թռնի, ավելի քիչ բեռ տանելով։ Եվ գինն էլ այդքան էլ էժան չի, որտեղ գինն էլ բարձրացավ։ Սկզբում պետք է կեսկին լիներ, քան թե Airbus-ը, հետո պարզվեց, որ չեղավ, գինը դարավ, չգիտեմ ինչ, տարիներ։ Հիմա մենակ ստիպեցին, որ չինական ավիակամպանիաները առնեն, ու մենակ Չինաստանի մեջ է թռնում, ուրիշ տեղ certified չեղավ։ Ասած ինչ է, որ այս բոլորը դու կարող ես մի բան սարքես, զենքն էլ, բայց որակը չես կարողանում դեռապահում ես։ Եվ իհարկե դա հիմնական տարբերություն անում։ Դուք պատկերացրեք, որ խոսքը եթե գնում է այստեղ ինչ-որ մարդատար օդանավի մասին, ռազմական օդանավները դա 10 անգամ ավելի բարդ են։ Ռազմական նավերը, սուզանաները, ես բոլորը տարածվում է դրա վրա։ Սա ես որպես սիմպտոմ եմ ցույց տալիս կամ օրինակ, բարձր մնացածի մասին ինչ ասես, ելս։ Խոսքով այդ էլ իր հերթին։ Սա այս բոլոր ասացի, որպեսի ասեմ, որ նախ մի անգամից պետք չի շատ պանիկա անել, թե ուր է գնում այս ամբողջ իրավիճակը, եւ իհարկե Թրամփը մի քիչ ավելի խելոք լիներ, այս հարցը վաղուց լուծած կներ իմաստով, Չինաստանի հետ կապված կամ Ռուսաստանի, բայց ասում են բանը մեծ ամերիկյան, ասում են ուժի ռեսուրս, Աստված բայ տեսնենք ուր ապնում։ Անցնենք առաջ, ես ուզում եմ մի երկու բառ ասեմ Իրանի հետ ինչ է կատարվում, Իրանի հետ այնքան արագ է զարգանում ամեն ինչը, որ մի քիչ դժվար է նույնիսկ եկեք ընդհանուր բաներից խոսամ, այն որ այնտեղ արդեն կարծես թե զորքերը լրիվ հավաքվել են, զորքերացելով ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի մասնախոսքը, դա արդեն պարզ է։ Այնքան են արդեն ոնց որ թե պատրաստ են։ Մենակ ամերիկյան կողմն եմ ասում։ Իսրայելը արդեն պատրաստ էր։ Նրանք արդեն մի 400 օդանավ կարծեմ անցյալ շաբաթ էին արդեն պատրաստ այնտեղ կանգնած։ Այնտեղ գոլֆի երկրները միշտ ասում են մի արա կամ իրենց օդային տարածքը փակել են որևէ ռազմական օդանավների համար, բայց դա ոչ մի ձևով դա չի կանգնացնելու ամերիկացիները, թե որոշեմ բանան ոչ մեկը չի հարցնում, իսկ Իսրայելը ընդհանրապես չի հարցնում։ Իրաքի վրայով գնում են գալիս են, կարծես ոչ մի բան չկա այնտեղ։ Նույնը իհարկե վերաբերում ամերիկացիներին, եթե խոսքը օդային տարածքը Իրաքի օդային տարածքի մասին։ Բայց վիճակը վատ է, մոլաները լուրջ կռվում են։ Երեք էլ ինչ-որ շատ բարձրաստիճան մեկը գնացել էր Մոսկվա բանակցելու այդ IRCG մեծերից, որ դե իհարկե լի օգնության մասին է, այնտեղ իրենց 9-34-ները որ ստացել են կամ ինչ-որ հրթիռներ կամ ինչ-ինչ, բայց ով գիտի, նաև կարող բանակցում իրենց բանը։ Ասում եմ, որ 36,000-ից ավելի սպանված մարդիկ կան, եթե թիվը երևի շատ քիչ ավելի, քան թե իրականությունն է, այդ իհարկե ինֆորմացիան դեռից հեշտությամբ դուրս չի գալիս, եւ դա բան չի, բայց որ պատրաստ է, ոնց ասում եմ, պայթելու է, իրենց ոնց որ ասում եմ, մի անգամ էլ Թրամփը
առաջարկեց մի հատ խելքի եկեք շատ բան չի ուզում, հա, միջուկային զենք չեք սարքելու մի խոսքով եւ մարդու սպանեք, այտենց շատ պրիմիտիվ ձևով, հա, դա այդքան չէ, իհարկե, բայց ոնց ասում են առաջի իրադեպ էքսի վրա խոսած բաները շատ բարդ չեն կարա լինի, բայց շատ բարդ բան չեն ուզում իրանցից։ Մոլարերը ասեն չէ։ Եվ դա դնում են որպես ավելի sense ազգայնական խնդիր, մենք ոչ որ չի թելադրի ինչ անենք, մենք էս ատոմային մեր բանը խաղաղ նպատակների համար մենք պետք է անպայման շարունակեն, մեկը հարցնի ինձ ինչի համար չես հասկանում, դա ամենաշատ նավթ ունես այդտեղ, բայց ամենայնիվս։ Դա ցույց որ ուղղակի իրանք ռեժիմի փոփոխություն չեն ուզում։ Էլի բոլոր դեպքերում գալիս է բրանից, որ ամենա ապաշնոր, ամենա կաշառակեր, ամենազենց ոչ հայրենասեր մարդիկ, որ նստում են իշխանության գլուխ են գալիս, իրանք գիտեմ, որ իշխանությունից դուրս իրանք ոչինչ են։ Եվ միջև վերջ ամեն վայրենություն կանեն այդ իշխանությունը պահելու համար։ Այս այդ տարբերակն է։ Միակ պատկերացրեք Մոլլայի կամ IRCG գեներալի կարիերան, եթե փոխվի Պարսկաստանում ռեժիմը։ Մի հատ մտածեք, ինչ է անելու դրանից հետո։ Եվ որտեղ։ Ինքը ասում է, հա, կերել եմ մի քանի միլիոն, ասենք խոսքի։ Իհարկե շատ ավելի շատ են կերել դրանց մասին, դա չլուս կա։ Ունեմ տուն, Դուբայում մի հատ չի երկու հատ ունեմ, չգիտեմ ով էլ ունի։ Ես ոչ անգլերեն եմ խոսում, ոչ ֆրանսերեն եմ խոսում, ոչ չգիտեմ ինչ եմ խոսում, ուր պիտի գնամ ապրեմ ասում, պետք է ինձ։ Այդ լավ է որ այնտեղ տուն ունեմ, այդ ոնց որ մի հատ սիրուն զարդ ունես, ոչ երբեք չես հագնում, բայց մեկ-մեկ գնում ես, ասես բացում նայում ես, ասում ես, ինչ, այդ ինչ մեծ գոհար է, էլի, այդ ինչ մեծ, չգիտեմ ինչ ա վրան, այդ է դրանց մոտ։ Ինքը իրան չի պատկերացնում ոչ մի ձևի, հասկանաս, նորմալ բան չի, որ ասում թոշակի գնամ, փոս առնեմ, գնամ, ես չիմանամ, Ամալֆի Քոս, չգիտեմ, Ֆրանսիայի հարավում միտեղ տուն առնեմ, հանգիստ գնաք ես եմ ապրել։ Ֆրանսիան հո կտած է ստեղ։ Այն original Ayatollah-ին էին պահում, ընդեղից բերեցին պատուհաս Պարսկաստանի գլխին։ Այս սրանց էլ կտան ընդեղ գնացեք, ձեզ համար ապրեք ինչքան փող ունեք, ինչ ա եղել։ Չեմ ասում եմ Մոսկվա գնացեք, բանի Ասադի կողքը նստեք ընդեղ, չգիտեմ ինչը։ Գնացեք ձեր ուրիշ տեղը, բայց չէ, հասկանեք, սա է խնդրեմը, մարդկանց մոտ այդ վախը կա, որ իշխանությունից թախտից իջնել չեն ուզում, ամենադժվար բանն է դա, շատ բան է։ Մի խոսքով, էս էլ իրաց վիճակն է, բայց գլխներին գալիս է հիմա, պատրաստվում է, ճար չկա։ Իրանք չեն ասում եմ don't push my hand, don't force my hand, that's մի ստիպի, որ վերջը գլխիդ գալու է։ Շատ մեծ վայրենություններ են անում հատկապես ոչ պարսիկ փոքրամասնությունների դեմ։ Եթե պարսիկներին կարող է մեծ քաղաքում էթնիկ պարսիկի մասն եմ խոսում ծեծով ջարդով վերջանար, օրինակ, որ մազանք են գործածում, կրակում են, չգիտեմ ինչ, այդ մյուս քաղաքներում, ասենք, որտեղ էթնիկ ազերիներն են կամ էթնիկ քուրդերն են հատկապես, բելուջներն են, դրանց դեմ շատ վայրենություններ են անում, այլ միանգամից սպանում են պարզապես։ Եվ դա նոր բան չի, իր նախկին բաների ժամանակ էլ, այսպես ասած, բողոքների ժամանակ էլ փոքրամասնություններին, որոնք պոտենցիալ կարող է ռեժիմի դեմ կենտրոնախույս ինչ-որ ուժի բան լինի, անում են այսինքն ինչ-որ թուրքերը հայերի գլխին արեցին, այն իմաստով, որ դուք կարող առուստերի հետ եք, դե ձեզ ոչնչացնենք, միջև ինչ են ասում, որ դուք թշնամու կողմն եք, չէ, թուրքերի բաներից մեկը դա է, արդարացումներից մեկը, ասենք, պատերազմի ժամանակ դուք ռուսների կողմն եք բռնել։ Նույնը պարսիկների մոտ է, որ դուք քուրդեր բան եք, կարող է բռնեք, ինչքան ում կողմ, ամերիկացիների կողմը եւ այլն։ Եվ ավելի վայրակ ձևով դրանց ոչնչացնում են, սպանում են։ Գործ այնքան վատացավ, որ Իրաքի քուրդերը արդեն անցան գործի, սկսեցին սահմանի վրա պարսկական ռեժիմի մարդկանց վրա կրակել, մի քանի մարդ սպանել արդեն, ինչ էր կազմակերպում են ինչ-որ ձևի իրենց քուրդ հայրենակիցներին պարսկական
ինչ որ ազգակիցներին ասենք, պաշտպանելու ինչ որ ուժեր բարձրացնելու։ Սա իհարկե բոլորին ոչ ռեժիմի համար լավ, ոչ պարսիկ ժողովրդի համար լավ, կամ որևէ մեկի համար լավ, դա մեծ խնդիր է առաջացնում, բայց հետևանքներից մեկը դա է։ Հիմա ասենք դե ոչ մեկ չի կանգնել այս րոպեին ազերիներին պաշտպանի, բայց թուրքերը այդպես բաներ են ասում։ Թուրքերը իդեպ ասեմ, որ Պարսկստանի ազերիներին կամ թուրքախոսներին ասենք համարում են թուրք։ Ադրբեջանցին նրանց համարում են ադրբեջանցի։ Նույն բանը չի, բայց տենց են նայում։ Պարսիկները իրանց ասում են, թե սրանք իրանցի են, պարզապես թուրքախոս, հա, ոնց են ասում քուրդերի համար թուրքերը, սարեցի թուրքեր, հա, տենց արտահայտություն չէ, կար քուրդերի համար 80-ականներին, 90-ականներին շատ էին գործածում տենց բան, այդ արտահայտությունը, իրանք թուրք են բան, պարզապես սարի թուրքեր, դա իրանց բարբարն է, իրանք ինչ-որ ցեղախմբեր են, ոչ թե իրանք բան են, վարիանտ են թուրքի, սենց ասած, հա, բայց եթե այդպես է, եթե այդպես է, բա ինչ ես իրանց սպանում այդքան, ինչ ես այդպես վախենում իրանցից, պարզա որ իրանք այդ ասելը մի բան է, բայց ոնց քո գործունեությունը ցույց է տալիս դու իսկապես ինչ ես մտածում դրա մասին։ Համենայն դեպս, Պարսկստանի ինչ-որ տրոհումը տարբեր երկրների կամ բաների, ես չեմ հավանում դա ռեալ է, դա մի քիչ այդտեղ բան կա, ինչ են ասում wishful thinking, հա։ Թուրքերը այնտեղ իրենց շտուկներն են լպստում, սպասում են, որ կարող է մի բան փոխեն, չգիտեմ այնտեղ ով գիտի ադրբեջանցիք ինչ են մտածում, իրենց թվում է այդ ամբողջ հյուսային Պարսկաստանը վազելով գալու է Իլհամ Ալիևին ասի մենք եկել ենք պապաջան մեզ ընդունի, հա, այդ հիմար երազները տենց կան, բայց ոչ մեկն էլ տենց չի լինելու իհարկե։ Պարսկստանը առաջի անգամ չի, որ այսպես վիճակների մեջ են, թե այն ժամանակ չի քանդվել, հիմա այդ չի քանդվելու, այն ժամանակ, որ Սովետական միությունը կարմիր բաներ սարքել Պարսկստանում, Ադրբեջան, կամ չգիտեմ Կարմիր Քրդստան, կամ չգիտեմ ինչ էր եւ բանակը նստած էր ամբողջ Պարսկստանում չկարողացավ մի բան անել, հիմա ոնց է անելու, դա ուրիշ բան ասեմ, ոչ Ադրբեջանն է ներխուժելու այնտեղ բան վերցնի, ոչ էլ կամ բան զորք ուղարկի, ոչ էլ Թուրքիան այնտեղ խառնվելու չեն թողնել պարզապես, եթե ուրիշ խոսք։ Էլ արաբների մասին չեմ խոսում, այնտեղ տենց բան չի լինելու, թե չի։ Սա էլ այդ շատ պետք չի, այդ ասպեկտի վրա շատ տենց բան դնել, գիտեմ դրա մասին շատ տառապող մարդիկ կան, բայց դա տենց չի լինելու։ Եվ այլն։ Մի բան էլ նկատեցի, որ շահը, որ համարյա ամեն օր մի բան էր ասում, այս վերջերս շատ չես տեսնում իրան, որտեվ հասկացավ, որ ինքը ոտքի է կանգնացնում մարդկանց, բայց հետևից ամերիկյան օգնությունը դեռ չի գալիս, մարդիկ պարզապես զոհվում են։ Հիմա ես ենթադրում եմ, որ իր քայլերը կոորդինացված են, ասենց ասենք։ Այդ ոչ ինքն է տենց կարծում, կկարծի, բայց այն ժամանակ պետք էր ասել, ասում էր, հիմա էլ պետք չի ասել, չի ասում, որտեղ արդեն ասելու էլի մաս չունի, ինչ որ լինելու է, բայց որ իր անունով շատերն են այնտեղ կռվում կամ գոնե իր անունը նշում, դա ճիշտ է։ Մեծամասնությունը չէ, չեմ ասի այդպես բան, բայց շատ բան էլ պարզ չի այնտեղ, ինչա որ դες չի որ լրիվ ինֆորմացիայի հոսք կա էլի, այսպես բաց եւ այլն։ Այդ էլ իր հերթին։ Լավ։ Ահա կտեսնենք ինձ թվում այս կող շաբաթվա մեջ շատ բան կերևա։ Վերջացնելուց առաջ մի բան էլ ասեմ, հատկապես Հայաստանի լսողների համար, որ կարող է դետալները չիմանան, այս բանի մասին, ինչ է կատարվում Ամերիկայում, այդ ուրեմն Medicare եւ Medicaid-ի այդ ինստիտուտների դիրեկտոր, ադմինիստրատոր է իր իսկական պաշտոնի անունը, title-ը, այդ Mehmet Oz'ը, այդ
թուրքը ստեղացնված, բայց թուրք ծնողներից, որը միլիոներ սարքեց պարզապես ինքը սրտաբան էր, վիրաբույժ ընկավ այդ օպրայի շոուի մեջ ու տենց գնաց, հետո սկսեց ամենտեսակ հիմար բաներ ծախել առողջապահական ինչ-որ բանի անվան տակ, որը ռեպուտացիան շատ գցեց, բայց ինքը ուզած սենատոր դառնա Փենսիլվանիայից չկարողացավ, Տրամպին մի քիչ գոված, Տրամպը իրան նշանակեց այս պաշտոնին։ Հիմա այս խելքի կտորը, օգտվելով, որ Մինեսոտայում ուրեմն այդ ֆրոդը կար, հակին ծեղծարարությունի հայտնաբերվեց, դրա մասին ասել եմ արդեն, որոշեց, որ գա Լոս Անջելես, ուրեմն այդ հիվանդներին կամ արդեն մահարմեց մարդկանց նայելու, հոգ տանելու այդ ծառայությունները, որ հիմա շատ տարածված են, և այդ գործի մեջ շատերը նաև հայերը կան, և եկավ, որ բան անի, ցույց տա, որ ինքը այդ ֆրոդի դեմ պայքարում է։ Ամեն մեղքից վրա ընտրեց հենց հայկական այդպիսի ծառայությունները։ Իհարկե մենակ հայկական չեն, կան չինական, կան կորեական, կան հրեական, կան ես չեմ մենակ Ռուսաստանից եկած հրեաներ իրանց ունեն, որ ազգ ասես չունի տենց բան։ Բայց ինքը որոշեց, որ պետք է հայերից սկսել, գնաց կանգնեց ինչ-որ մի բանի վրա, դա իր ստատիստիկան իր մոտ տեսել, որ ասենք, թե այս 4 ինչ-որ կվարտալի բլակի մեջ, ինչ-որ 42 հատ իր ասելով, այդպիսի ծառայություն կա, որի պրև թե ծերեր և մահամերձ մարդկանց են ընդեղ պահում։ Հասպիս են ասում են նրան, ոնց կարող է տենց լինի, ինչ այստեղ մարդիկ գալիս են մեռնելու, ֆլամստան, բայց ասելով հանդերձ մի հատ բիզնեսը հետևի ընդամենը լավաշ ծախող փուր էր այսինքն։ Խոսքով կպավ դրան, կպավ հայերին, կպավ, որ այդ հատկապես Ռուսաստանի հայերեն, իր խոսքերն եմ ասում, չասեց Հայաստանի, Ռուսաստանի, իր համար երկու տեսակ կա, չէ՞, հին թուրքական գլխով, ռուսական կայսրության հայերը և մնացած թուրքական կայսրության հայերը։ Այսինքն, եթե դու ասենք թե Լիբանանի հայ ես կամ չգիտեմ ինչ ես, դու թուրքական կայսրության, դու մեր խալոպն ես, մեր ինչն ես, բայց սրանք ռուսական հայերն են, ու սենց եկել են, սենց գործեր են անում, մաֆիա է սա, Ֆլամստան, դե ռուսական մաֆիայի հետ կապելով, ու դու սահանել գցել է բան, էֆիր, իր բանով, էքսով։ Ստեղ տեղի վրա, ու կարար ընտրել, չէ օրինակ համար, այդքան լավ տղա ես, դե վեր կան այն օրինակ ռուսական հրեաներին կպնեիր, օրինակ, կամ չինացներին կպնեիր, այնքան են անում այդ նույնը։ Ինքը որոշեց հայերին, ասեն ուղեղ էլ չունի, էլի, որ դներով թուրք անունտել Մեհմեդ օր պետք չի տենց բան անել։ Կալիֆորնիայի գավրներն էլ վերկացավ դրան մի հատ լված և դատի տվեց, որ դու ռասայական հողի վրա դիսկրիմինացիա ես արել հայերին անունը վատացնելու և այլ և այլ։ Խոսքով իր համար ոչ բան չի նշանակում, այս դատը իհարկե, բայց իր մոտ խնդիր առաջացնելու հետևյալ ձևով։ Ընդհանրապես, երբ որ մի պետական անձի դատի է տալիս, federal government-ը, եթե քո արարքը, որի համար քեզ դատում են, քո դեմ դատ են բացում, դա խոսքը գնում է civil դատարանի մասին, ոչ թե քրեականի մասին։ Ընդհանրապես, եթե դա քո արարքը կապված է եղել քո պաշտոնի հետ կապված գործունեություն է եղել, ուրեմն պետական government-ը իսկույն գնում է դատարան, քեզ փոխարինում է իրանով, ուրիշ խոսքով ասում է դու ուրեմն
Պարոն դատավոր, ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների ուրեմն Federal Government-ը, Մեհմեդ Օզը մեր աշխատողն է, մենք իր տեղը կկանգնենք այս դատի համար։ Ու հանկարծ դու հայտնաբերվում ես, պարզվում է, որ արդեն քո դատը ոչ թե ինչ-որ մի պետական չինովնիկի հետ, այլ պետության հետ է։ Եվ հետո ես դրապես էսպես անում։ Բայց քո արարքը պիտի լինի մեկ գործի հետ կապված, երկրորդ օրինական։ Այսինքն դու գործի հետ կապված բան անօրինական բան ես արել, պետություն չի կանգնելու քեզ պաշտպանի։ Հիմա դա նորմալ դեպքում եմ ասում, նորմալ։ Այս Թրամփի ժամանակ նորմալ բան չկա, այն ինչ որ կատարում է այս օրինակ ասենք Մինեապոլիսում շատ անգամ տեսնում եք էմիգրանտների հետ կապված բաներ, դրանից շատ քիչ է կարելի ասել, որ օրենքներով կամ իրենց հենց ինչ են ասում, կանոններով է կատարվում, հա, use of force ասենք, թե երբ կարող ես ուժ գործածես, այդ ուժի գործածման սանդղակ կա, ինչի դեպքում ինչքան ուժ, հետո ինչքան կարող է արդեն անցնի գործը, ասենք հրամաններից ձեռքդ վրան դնելն է, երկրորդը հարված տալն է, երրորդը որևէ ուրիշ ոչ մահացու զենքի գործածությունն է, ասենք այնտեղ ինչ են ասում, ասենք օրինակ է համար այդ արցունքաբերագազի գործածություն կամ եւ այլ։ Հետո միջև երբ պետք է հասնի, որ դու զենք գործածես, ասենք, թե չէ, բան միշտ բոլորը դա տրեյնինգ են ասում դրա մեջ։ Եթե բռնես նայես sense արածները շատ ոչ մի չի ասել պետք է ամեն ինչը գնա այդ սանդղակով, կյանք այդպես չի աշխատում, հա։ Կարող է մի վայրկյանից պետք է լինի մի վայրկյան, երկու վայրկյանի մեջ դու պիտի զենք գործածես, այդքանով հասկանալի է։ Բայց ուզում եմ ասեմ, գոյություն ունեն կանոններ բաներ, որ այս ադմինիստրացիայի ժամանակ շատ տարբեր է։ Ուզում ասեմ, Օզի դեպքում էլ նույն բանը չի, որ ստեղ կարող է ինքը շատ վախենա դրա համար, ուզում եմ ասեմ, իրեն բոլոր դեպքերում պաշտպանել, պետք է լինի ինչ էլ ասեն կասեն։ Բայց Կալիֆոռնիայի արածը լավ է եւ ուրեմն նահանգապետի Գավին Նյուսեմի այդ արարքն էլ որ հայերի կողքին կանգնեց եւ դատի տվեց պաստորեն, այդ էլ շատ լավ ուրեմն արարք էր, պետք է ասել, որ ինքը մտածում է պրեզիդենտ դառնա, ուզում է հայերի ձայն ունենա եւ այլն, այո, ասեք այդ բոլորը հասկանում ենք, բայց ընդհանրապես հայերս մի քիչ անշնորհակալ ինչ-որ բան ենք, այս րոպեին կասենք thank you, վաղը վերկանանք ասենք, եղավ, անցանք առաջ, ու կգնանք քվեարկեն ճիշտ իր հակառակորդին, այդ վատ բանը կա, բայց պետք է մի քիչ ավելի հասկանալ, որ ճիշտ չի դա, սենց ասենք, նախ պետք է գնահատել, երբ որ քեզ մեկը մի բան անում է լավություն, երկրորդն էլ դու պետք է իրան նկատմամբ ըստ այնն վարվես, երբ որ ինքը պետք ունի քո օգնությանը։ Այդ ընդհանրապես եմ ասում, մեր քաղաքական, ասենք թե բանի, ամերիկյան քաղաքական կյանքի մասին եմ խոսում այս րոպեին։ Լավ, հիմա սա ուր կգնա, այդ էլ ուրիշ հարց։ Վարդան Վարդանյան, VV Talks, լայքերը դրեք, միջև հաջորդ հանդիպում։